Եվ շատ ուրախ եմ լինելու ձեր մեջ, սիրելիներ ջան։ Հայկ եղբայրս ասեց, Սյուզան քուրը հյուրչի էստան անդամնա ամենը։ Տենց է կա, ես տենց զգում եմ, որտեվ ես իմ երկնային հոր տունն է եւ մենք իրար քուրեր ու եղբայրներ ենք։ Ամեն։ Ինձ մի անգամ ասեցին, ի՞նչ եք ասում քուրեր, եղբայրներ, ասեցի, դե մենք մի հատ պապա ունենք։ Մենք էլ իր զավակներն ենք, ուրեմն իրար ինչ ենք։ Քուրեր ու եղբայրներ, ամեն սիրելիներ ջան, Տերը ձեզ անչափ օրհնի։ Եվ ես էլ սիրելիներ մի փոքր բան եմ ուզում ավելացնեմ Տիրոջ հոգով, որպեսզի միասին սովորենք, որպեսզի միասին առաջ գնանք, ամեն, Տերը անչափ օրհնի։ Սիրելիներ, Սուրբ Ավգուստինը, որ ապրել է 354-ից 430 թվականին, Սուրբ Ավգուստինը եղել է քրիստոնյա փիլիսոփա եւ թեոլոգ, որը քրիստոնեական աշխարհում մեծ ազդեցություն է թողել, ասում է, որ քրիստոնեության մեջ 3 բան շատ կարևոր են, 3 բան։ Ու ես իր այդ շատ համամիտ եմ սիրելիներս։ Ու ինքը ասում է, առաջինը դա խոնարհությունն է, երկրորդը դա խոնարհությունն է եւ երրորդը դա խոնարհությունն է։ Հետաքրքիր է, չէ՞։ Աստծո խոսքում չկա մի բան գրված, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր կյանքով, իր ապրածով, իր էությունով ցույց տված չլինի։ Ու ես ու դու ինքը դա ցույց է տվել, հետո ասում է Սյուզան դուստր, արի իմ հետևից, Էլեն դուստր, արի իմ հետևից։ Բայց ինքը դա ցույց է տվել սիրելիներս։ Մեր Աստված ընենց Աստված չի, որ գնացել է հերվում կանգնել է ու բարդ կանոններ, օրենքներ է դրել մեզ, ուզում է ճզմի, չէ, սիրելիներս։ Առաջինը ինքը ապրել է այդ։ Երկրորդը ինքը Սուրբ Հոգով ցույց է տալի ճանապարհը, ու միշտ ասում է, դե կա կյանք եւ զորություն, ամեն։ Ուրեմն հիշի, այսօր ես եկել եմ մի փոքր բան թողելու ձեր հոգևոր գրադարանում, որը քրիստոնեությունը սիրելիներս ոչ այլ ինչ է, քան խոնարհություն, 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 ամեն։ Ու սրտի խոնարհություն, ոչ թե ձևի խոնարհություն, ոչ թե դիրքի խոնարհություն, այ տեսեք ես ինչ խոնար եմ։ Մեկ որ ասում այ տեսեք ես ինչ խոնար եմ, ինքը խոնար չի արդեն։ Գրված է, եկեք իմանայինք համարները, ու ես ցույց տամ մեր թանկ Տիրոջ կյանքը, սիրելիներս։ Իմ համար քրիստոնեությունը դա անձ է, որի անունը Հիսուս Քրիստոս է, որը ես պաշտում եմ իմ ամբողջ սրտով ու պաշտելու եմ մինչև իմ կյանքի վերջ։ Որովհետև ես տեսել եմ ընենց բաներ, ունենց իմ սրտին դաջվել է իր կյանքի արածները, որ ես չեմ պաշտում կրոն, չեմ պաշտում տար ձև, այլ անձ, ամեն սիրելիներս, բայց ինքը այնքան թանկ է։ Ու երբ որ բացվում է Աստվածաշնչի մեջ իր ապրած կյանքը, իր հենց այդ խոնարհությունը, ուղղակի դու ուզում ես ընկնես գետնի, խոնարհվես իր առաջ ու ասես Տեր, օգնի քայլեմ քո ոտնահետքերով, ամեն։ Գրված է, եկեք համարը առաջի կարդանք Մատթեոս 11:28-29, Մատթեոս 11:28-29, չգիտեմ, կաշխատեմ շատ երկար չխոսել սիրելիներս, ինչ որ Տերը դրել է իմ սրտի մեջ այդ խոսեմ, Մատթեոս 11, ես մեր ամենաշատ սիրելի համարներից է, դուք գիտեք, որտեղ Տերը ասում է 28-ից ինձ մոտ եկեք բոլոր վաստակածներ, բոլոր հոգնածներ, բոլոր բեռնավորվածներ, բոլոր տկարներ, բոլոր գերհոգնածներ, բոլոր դեպրեսիայի մեջ տառապողներ, ինձ մոտ եկեք եւ ձեզ հանգիստ կտամ։ Ու հետո ինձ մոտ եկեք, հետո շարունակում է։ Եվ ասում է ինձանից 29 համարը սովորեք, ով ասում մեր թանկագին Տերը,
Ժողովուրդ, եթե դա ես ասեի, դա հովիվ ասեր, դա ասեր ինչ որ մի, չգիտեմ, առաքյալ, մեր թանկագին Տերն է ասում։ Մեր թանկագին Տեր ասում է, ինձանից սովորեք, որ ես հեզ եմ ու դիրքով խոնար չէ, սրտով խոնար։ Սրտով խոնար։ Ոչ թե խոնարհություն եմ ցույց տալի, այլ սրտով խոնար եմ։ Ուրեմն մենք Իրանից սովորելու բան ունենք, չէ՞ սիրելիներս։ Ամեն։ Քրիստոնեությունը ոչ այլ ինչ է, քան թե սովորել Հիսուս Քրիստոսից ինչ ձև է եղել ինքը ու իր ոտնահետքերով քայլեր։ Այդ ժամանակա որ կյանքի ջրերը կբխեն սիրելիներ, այդ ժամանակա որ հոգին կշարժվի, այդ ժամանակա որ մենք ցանկալի, ինչպես Դանիելին էր ասում, ով ցանկալի մարդ Դանիել, այդ ժամանակա որ Տերը կասի, ով ցանկալի մարդ ու անունդ կտա, երբ որ մենք հասկանանք Իրան, իր ապրած կյանքը ու քայլենք իր ոտնահետքերով, ամեն։ Սովորեք ինձանից, որ ես հեզ եմ ու սրտով խոնար, ամեն սիրելիներ։ Հիմա Սուրբ Ավգուստինը, որ ասել է քրիստոնեությունը, խոնարհությունը եւ խոնարհությունը, ես դա գտել եմ Աստծո խոսքում համարներում, եկեք իրար հետ բացենք ու շատ հետաքրքիր է։ Եկեք գնանք Փիլիպեցի 1:5 Փիլիպեցի 1:5 Փիլիպեցիների թուղթ սիրելիներս առաջինի 5-րդ համարում ու նայեք ինչ է գրած սիրելիներս ձեզանից ամեն մեկը թող սա մտածե ինչ որ Հիսուս Քրիստոսում է ամեն մեկը Ես, դուք, բոլորդ, տղամարդիկ, կանայք, երեխաներ, երիտասարդներ, պատանիներ, ամեն մեկը սա մտածեք, որ Հիսուս Քրիստոսումն է։ Ու հիմա սկսում է բացատրել, որ ինչ մտածենք, մեր փոխհարաբերություններում, եկեղեցում, որպես քուրեր ու աղբերներ, տանը, որպես կին ու ամուսին, դուստր ու մայր, հայր ու որդի, սա մտածեք ինչ որ Հիսուս Քրիստոսում է։ Այս համարը սիրելիներս այնքան կարևոր համար է, եթե մենք այս սովորենք ու հասկանանք, այս մի համարը հերիքա մեզ ապրելու համար։ Բայց ինչ մտածենք։ Հիմա եկեք շարունակությունը գնանք։ Նայեք սիրելիներ ինչ է գրած։ Որ Աստծու կերպարանքում լինելով Հիսուս Քրիստոս եղել է Աստված։ Աստծո կերպարանքում լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իջավ ու դառավ մարդ։ Ինչ է նշանակում հափշտակություն չհամարեց։ Անգլերենում գրած է իր օգտին օգտվելու բան չհամարեց։ Հիսուս դու Աստված ես։ Լավ մի բանից էլ օգտվի էլի։ Մի բանից էլ օգտվի, հասկացանք եկար մարդ դարար, արդեն քեզ հալածում են ընդ, թքում են վրեդ, փշեպսակն են գլխի դնում, օգտվի մի բանից։ Հիսուսն ասում է ոչ, ու իջնում է ժողովուրդ, իջնում է ու դառնում է մարդ։ Մատթեոս ավետարանում, երբ որ սատանան գալիս է իրան փորձելու, ասում է դու Աստված ես, Աստծո որդի ես, ասում Աստծո որդի ես, ասա ես քարերին թող հաց դառնան։ Օգտագործիր, օգտվիր Հիսուս, դիրքդ օգտագործիր։ Աստծո որդի ես, օգտագործիր։ Մինչդեռ այսօր ցավոք աշխարհում շատ եկեղեցիներում մարդիկ իրանց դիրքներ են օգտագործում, իրանց օծությունն են օգտագործում, իրանց շնորհքն ու տաղանդներն են օգտագործում, բայց սխալ են օգտագործում, օգուտ անձնական շահելու համար են օգտագործում։ Իսկ Քրիստոսը ասեց ոչ, ու իջավ Աստված էր, դառավ մարդ։ Եթե դու նոր ես սիրելիս, դու կարող ես դա չպատկերացնես, ինչա նշանակում Աստված էր ու դառավ մարդ։ Ուզում եմ քեզ մի հատ օրինակ բերեմ։ Տարիներ առաջ հիշում եմ Ռաֆայել Գրիգորյանի օրինակը, շատ սիրում եմ Գիրովականի եկեղեցու հովիվը արդեն տարեցա բավականին։ Ու ինքը մի բան էր պատմում։ Մի անգամ ընկել էր հիվանդանոց, ու հիվանդանոցում մի հատ նարկոման տղայի էր հանդիպել ու սկսել էր ավետարանը քարոզել։ Ու այս տղային ուզեցել էր բացատրել, որ Հիսուսը ինչ է արել քո համար։
հա, որ այս տղան ապաշխարի։ Ու այս տղային ասել էր, լսի, քեզ ինչ եմ ասում։ Հիմա եթե ես քեզ ուզենամ փրկեմ, որ դու ասենք չգնաս դժոխք, հավիտյան ապրես, ու ես քո աչքերի առաջ ընկնեմ գետնին, միացած ճիճու դառնամ, ворդ դառնամ, որ դու կարաս գաս ես տրորես քո ոտով, այդ համեմատելի չի, ինչ որ Տեր Հիսուսը արել է մեր համար, սիրելիներս։ Գիտեք ինչի, որովհետև մենք ու ճիճուն ворդը երկուսս է ստեղծված ենք, բայց ինքը ստեղծիչն է եղել ու իջել է մարդու կերպարանքար է, խոնարհվել է այդքան, որպեսզի ինձ ու քեզ փրկի, սիրելիներս։ Ամեն։ Այս Սուրբ Ավգուստինի ասած առաջի խոնարհությունն էր, որ ինքը իջավ ու ոչ մի բանի չօգտվեց։ Մի անգամ որ Պետրոսը սուրը հանում է, որ ականջը կտրի, ասում է սուրը դիր պատյանի մեջ, կարծում ես չեմ կարա հորս ասեմ, 12 գունդ հրեշտակներ հիմա ուղարկի, ուստեղ բոլորին ավիրի, բայց ես չեմ օգտվում, չեմ անում, իջնում եմ, որտեվ տենց է պետք, ինձ պետք է որ ես իմ հորս առաջ, այդ խոնար որդին ելնեմ, որ կարողանամ Սյուզանին փրկեմ, Էլենին փրկեմ, մյուսներին փրկեմ, այդպես հրաշալի Տեր ունենք մենք սիրելիներ ջան, ամեն։ Երկրորդը սիրելիներ ջան, հերիք չիջավ մարդ դարավ, եկեք երկրորդ խոնարհությունը նայենք, գրված է այլ 7-րդ համարից, իջավ մարդ դարավ, բացի դրանից իր անձը ունայնացրեց և ծառայի կերպարանք առավ, հիմա ոչ միայն մարդ, այլ նաև ծառա, հունարենում այս ծառա բառը դուլոս ծառան է, դուլոս կոչվում է ծառա, անգլերենում կոչվում է bond servant, հայերենում գրված է ուղղակի ծառա, բայց անգլերեն թարգմանության մեջ գրված է bond servant, Bond servant-ը ինչ է նշանակում սիրելիներս։ Մի անգամ եթե չեմ սխալվում, ստե քարոզել եմ դուլոս ծառայի մասին։ Մեկը որ չունի անուն, չունի ազգանուն, չունի իրավունքներ, ոչ մի բան չունի։ Բա իմ իրավունքները, բա իմ պահանջները, բա իմ անունը, բա իմ ազգանունը, ինքը իրան իջացրեց դառավ ծառա ու ծառայում էր միայն հոր սիրուց սիրելիներ ջան, հոր սիրուց էր ծառայում։ Հիսուս Քրիստոսը հրաշալի անձ է սիրելիներս, մեր Տերը շատ թանկ ու հրաշալի անձ է, ու նոր կտակարանը դա փառավոր կտակարան է սիրելիներս, անհամեմատելի է հին կտակարանի հետ։ Գիտեք սիրելիներս, մենք գիտենք, որ մեր Տիրոջը չարչարեցին, չէ, ինչ ասես արեցին։ Հին ուխտում, երբ որ Մովսեսի դեմ Ահարոնը ու Մարիամը քույրը խոսացին, չէ, որ եթովփածի կին էր առե։ Պատասխանը ինչ եղավ։ Մարիամը բռնկվեց բորոտությունով, որովհետև Տերը զարկեց իրան, չէ, սիրելիներս, բորոտ դառավ։ Հին ուխտում գրված է երկրորդ թագավորաց 2:23-ում, երբ որ Եղիսեն Բեթելի ճանապարհով անցնում էր, գրված է որ տղաներ դուրս եկան փոքր հին ուխտում ու ասում էին քաչալ, ճաղատ, ու գրված է որ Եղիսեն անիծեց, ու գրված է երկու արջ դուրս եկան, ու այդ 42 երեխեքին պատռեցին, իսկ նոր ուխտում մեր Տիրոջ վրա թքեցին, մեր Տիրոջը հարվածեցին ու ստացան ինչ, բորոտություն, արջեր, ստացան ներում սիրելիներս, ներում ստացան, այդքան հրաշալի է մեր Տերը, նրանք ստացան ներում, ու այդքան հրաշալի է նոր կտակարանը հին կտակարանից, ու այդքան փառավոր է մեր Տեր Հիսուս Քրիստոսը հին ուխտի բոլոր ծառաներից, օրհնյալ լինի իր անունը, ամեն, ու դուք միշտ հիշեք, միտեղ երբ որ դուք գալիս եք ու աղոթում եք, որ Սուրբ Հոգին փառավորի Հիսուս Քրիստոսի
անունը, մեծացնի նրա անունը, միանշանակ նրա ներկայությունը այդտեղ է, որովհետև Սուրբ Հոգու գործն է Քրիստոսի անունը փառավորել ամեն մեկի առաջ, ամեն։ Մեծ շատ լավ համար կա սիրելիներ, շատ կուզեմ, որ այդ համարը բացեք, գրված է Մատթեոս 12:31-ում, Մատթեոս 12:31-ում, եւ նայեք ինչ ասում Հիսուսը, երբ որ հին ուխտում ծառաների մի բան էին ասում, նրանք բորոտ էին ելնում կամ ինչպես որ նշեցի, Հիսուսը ինչ է ասում սիրելիներս, Մատթեոս 12:31-ում, սրա համար ասում եմ ձեզ, ամեն մեղք, ամեն հայհոյություն կթողնվի մարդկանց, ինչ է ուզում ասի, ամեն բան ներում եմ, ինձ ասում են ես ներում եմ, ամեն բան, հետո ասում է, որ Սուրբ Հոգու հանդեպ հայհոյությունը չի թողնվի, բայց մարդու որդու հանդեպ, և նորից 32-ից նայենք, ով որ մարդու որդու դեմ բան ասե, կթողնվի նրան, նա ասում է ես ներում եմ, դարեր շարունակ Հիսուսի անվանը ինչ ասես չեն ասում, որ ինքը մոլորեցնող էր, որ ինքը ինչ վատ բաներ չեն ասում, անգամ մինչև ինքը հոմոսեքսուալ էր, ինքը Մարիամ Մագդաղենացու հետ կապ ուներ, ինքը անօրեն էր, ինքը սա էր, նա էր, բայց Հիսուսն ասում է ես ներում եմ ձեզ, այդքան փառավոր է մեր Տերը, այդքան խոնար է մեր Տերը, այդքան իջել է մեր Տերը, ամեն, որովհետև եթե չներեր սիրելիներս, շատերը չէին փրկվի, կրոնավոր սավուղները չէին դառնա Պողոս առաքյալ, շատերը մեզանից, երբ որ մի ժամանակ կար, որ մենք մերժում էինք ու հակառակության որդիներ էինք, ներում ստացանք ու հիմա այստեղ նստած ենք, որ իր անունը փառավորենք, ամեն, օրհնյալ է մեր Տերը, ամեն, օրհնյալ է մեր Տերը, գրված է, ով որ մարդու որդու դեմ բան ասի, կթողնվի նրան, Իշքան հետաքրքիր է, չէ, բա որ հանգարց մեր դեմ մեկը համարձակվի մի բան ասի, կթողենք, կներենք, ազատ կարձակենք, սիրելիներ ջան, թե մեր իրավունքները կփնտրենք, բա իմ իրավունքները, բա իմ դիրքը, շատ հրաշալի է եղել մեր Տերը, սիրելիներս ավետարանում տես Հիսուս Քրիստոսին խնդրում եմ, մինչև դու Հիսուս Քրիստոսին չտենաս, քրիստոնեություն շատ արագ կարա վերածվի կրոնի, շատ արագ կարա վերածվի դոգմաների, օրենքների, կանոնների, բայց դա կյանք չի բերում սիրելիներս, կյանք չի բերում, այս թղթերում, այս գրքի մեջ դու պետք է տեսնես Քրիստոսի փառքը, ինչպիսին էր նա, հենց դա տեսնում ես, քո սիրտը սկսում է հալվել, ու դու սկսում ես սիրել այդ Տիրոջը, ամեն, իմ կյանքում եղել է, որ ես տարիներ գնացել եմ եկեղեցի, այդ հավեսն է եղել, եկեղեցական քուրերս, աղբերներս, բայց ես այդ հանդիպումը չեմ ունեցել իր հետ, ու լավ է եղել, բայց երբ որ ես իրան հանդիպեցի, ու հետո ավելի տեսա իրան այս թղթերի մեջ, իր էությունը, ես սկսեցի շատ սիրել այդ Տիրոջը, ու այդ ժամանակը, որ Սյուզանն էլ իր անձը խոնարացնում է, սրտի խոնարություն այդ ուրիշ բան է, սիրելիներս, այդ ինչ որ խոնարություն ցույց տալ չի, դե իհարկե եկեղեցում պետք է խոնար լինենք, պարզ է, իսկ տանը, ով ես դու տանը, ով ես դու քո տան անդամների հետ, ով ես դու ծածուկում, ով ես դու քո խոսքերի մեջ, ով ես դու քո մտքերի մեջ, ով ես դու քո խորհուրդների մեջ, գիտես, երբ որ դու Հիսուսին տենում ես, արդեն դու գիտես, որ ինչ ասում, ես որտեղ եմ բնակվում, ես ծածուկի Աստվածն եմ, արդեն դու այդ Տիրոջը սկսում ես պաշտել քո ծածուկում, ամեն սիրելիներ ջան, օրհնյալ է մեր Տերը, եւ գրված է, որ նա իջավ ու ծառայի կերպարանք առավ, եւ երրորդ իջնելը, եկեք նորից գնանք Փիլիպեցիների թուղթ սիրելիներս, գրված է նա առաջինը մարդ դառավ, օգուտ ոչ մի բան չհամարեց, ոչ մի բան, հետո խոնարհած դարձավ ծառա, դուլոս ծառա,
Եվ հետո գրածա իրան խոնարհացրեց հնազանդ եղավ մինչև իմա այն էլ խաչի մա այն էլ հանցագործի մա խաչը հանցագործների վայրն էր խաչի մա երրորդ խոնարհությունը իջավ մինչև հանցագործի նման խաչի վրա խաչվեց իրելիներս լուր ու մունջ իր բերանը չբացելով Օշնյալը։ Հիմա ես ձեզ ուզում եմ մի հատ բանալի համար տամ, սիրելիներս։ Բանալի համարը հաջորդ համարն է։ Գրված է նրա համար էլ Աստված իրան շատ բարձրացրեց։ Ես առաջ չէի տեսել այս բանալի համարը։ Նրա համար Աստված իրան շատ բարձրացրեց։ Ինչի համար։ Ինչի համար, որտեվ ինքը Հիսուսն էր ուղակի ոչ, որտեվ ինքը հրաշքներ էր անում ոչ, որտեվ ինքը օծված էր ոչ, որտեվ ինքը իջավ ու նրա համար հայրը իրան բարձրացնեց։ Գիտես հայրը քեզ վերջի օրը կհատուցանի այս 3 կետերի վրա, որտեվ դու բեմից քարոզում ես ոչ, որտեվ որ դու երգում ես լավ ոչ, որտեվ դու քո տիրոջ ոտնահետքերով քայլում ես ու հասկացել ես, որ քրիստոնեությունը դա խոնարհություն ու խոնարհություն է։ Ես չէի հասկանում մի ժամանակ, ասում եմ, Տերո, բոլորը չեն կանչված քարոզիչ, հովիվ, առաքյալ, բա մնացած մարդիկ։ Հետո Սուրբ Հոգին ինձ բացեց։ Գիտես, կա մարդ, որ իր տանն էլ նստած է ու իր շատ հիվանդ երեխուն է նայում երեխեք ժողովուրդ ջան ուրեմն ինչ ասենք այդ մարդու համար եթե ինքը հասկացել է ես եթե ինքը հոժարությունով խոնարհությունով Տիրոջ անվանը փառք բերելով իր տկար երեխուն է նայում վերջի օրը նրա համար Հայր Աստված իրան բարձրացնելու է ու պատիվ է տալու սիրելիներս դա համար ավետարանն ասում է վերջի օրում կարող է սյուրպրիզ լինի Շատեր վերջիններ կարող է առաջին լինեն, իսկ առաջիններ, որ կարծում են թվացյալ, ինձ ճիշտ հասկացեք, սիրելի այստեղ ծառայողներ, ես 20 տարի է եկեղեցում եմ ու Տերը տենց է կամեցել, ես միշտ էլ ստեղ ծառայել եմ, բայց հասկացել եմ գաղտնիքը սիրելիներ ջան, օրհնյալ ես դու, եթե դու ստեղ կանգնում ես ու հասկացել ես այս ամենը, ամեն սիրելիներ ջան, վարձքդ էլ ավելի շատ կլինի, բայց միշտ հիշեք սիրելիներս, քրիստոնեությունը դա ոչ բեմ է, ոչ քրիստոնեությունը այս է, նա իջավ ու նրա համար Հայր Աստված իրան բարձրացրեց։ Ես շատ քուրեր ունեմ ու աղբերներ ունեմ, որոնք գնում են տկարությունների մեջ։ Ոմանք կան, որ առողջական խնդիրներ ունեն։ Մարդ կա, որ ես ինքս դուք ինձ ճանաչում եք, ես 20 տարի հիվանդամուսին եմ պահել։ Եթե դուք ինձ հարցնեք, Սյուզան, ո՞նց, հավատացեք, ես բացվել էր ինձ։ Ու ես ասում եի, հար եթե դու թույլ ես տվել, ուրեմն ես ընտրում եմ այս ճանապարհը։ Ամեն սիրելիներս։ Ուրեմն ես ընտրում եմ այս ճանապարհը։ Երբ որ դժվար էր ելնում, գնում էի իր ոտների առաջ, ասում էի օգնիր ինձ, որ ես ուղղակի այս ճանապարհը չուրանամ։ Ամեն։ Այլ ուրախությունով իմ խաչը տանեմ մինչև վերջ։ Օրհնյալ է մեր Տերը։ Եթե դու էլ իմ թանկուրս ու աղբերս նեղություններ ունես, տանը, հոգս ունես, տկար ունես, հիշիր Նրա համար Հայր Աստված իրան բարձրացրեց ու անուն տվեց, որ ամեն անունից վեր է։ Ու օրը կգա ու Տերը կասի իմ թանկ աղջիկս ու որդիս, ես տեսել եմ քո անցած ճանապարհը, տեսել եմ, որ սիրել ես Հիսուսի ոտնահետքերը, տեսել եմ, որ լուռ ես եղել ու տարել ես քո բաժինը, ամեն։ Ու Տերը քեզ կբարձրացնի։ Ու Տերը մեզ օգնական է նաև մեր բոլոր նեղությունների ժամանակ։ Ամեն սիրելիներս օրհնյալ է մեր Տերը։ Հիմա մի փոքր եմ ուզում շարունակեմ, կարա այստեղ ավարտեի էլ արդեն։ Բայց ինչի է այդքան կարևոր եղել սիրելիներս Քրիստոսի այս խոնարհությունը։ Ինչի համար է կարևոր եղել։ Որովհետև սիրելիներս մինչև Ադամը Աստված ստեղծել է մի շատ հրաշալի, փառավոր քերովբե հրեշտակ, որը հիմա սատանան է, որը Լյուսիֆեր է կոչվում, Լյուսիֆերը իր անունը չի
արուսյակ առավոտյան ծագող Աստղ, ավելի շատ ինքը անվանվում է որպես ընկած հրեշտակ, ամեն։ Աստված ստեղծել է իրան, դրել է Աստված իրա դրախտումը, իրա պարտեզում ինքը փառավոր է եղել, սա մենք կնայենք, բայց դա ես չգիտեի, հրեշտակները ունեն կամք, ժողովուրդ, օրինակ ծառերը, արևը, մոլորակները, լուսինը կամք չունեն, հա, Աստված օրենքներ ա դրել, ասենք երկիրը պտտվում է արեգակի շուրջը, իրանք գործում են օրենքներով, աստվածային օրենքներով, չէ՞ սիրելիներս, բայց հրեշտակները, փաստորեն, հենց այդ հրեշտակը, այդ քերովբեն կամք ա ունեցել, ամեն։ Դու որ ասես Աստծո աչքերին ամենասարսափելի մեղքը որն է ու մեղքի արմատը սիրելիներս, հպարտությունը։ Ինչի իրա որդին պետք է խոնարհվեր մինչև վերջ, որ հաղթեր այն հպարտին մինչև վերջ։ Ամեն։ Եկեք բացենք Եզեկիել ավետարանը, Եզեկիելի թուղթը հին ուխտում սիրելիներս։ Եզեկիել 28-րդ գլուխ։ Եզեկիել 28-րդ գլուխ։ Եվ գրված է սիրելիներս, նայեք, Եզեկիել մարգարեության մեջ նկարագրվում է այդ հրեշտակի մասին։ 28-15-ից, եթե գցեք սիրելիներ ջան։ Գրված է 14-ից, դու մի օծված քերով բեր, ծածկող, եւ սարի վրա էր, կրակի քարերի մեջտեղն էր ման գալիս։ Դու կատարյալ էր քո ճանապարհներում, քո ստեղծված օրից։ Ուրեմն ինքը ստեղծված, կատարյալ, գեղեցիկ, իմաստուն, փառավոր ու գրված է ծածկող նշանակում է որ դու դիրք ուներ, մեծ դիրք ուներ ինքը տիրում էր Աստծուց տված, բավականին շատ տիրապետում էր Աստծո ունեցվածքին, շատ մեծ դիրք ուներ այդ օծված քերովբեն, հա։ Հիմա 28-ի 12-ի կեսից նայենք, ինչա գրած, դու կատարելության կնիքն ես, լիքը իմաստությունով եւ գեղեցկությամբ կատարյալ, փառավոր հրեշտակը ու տիրել է Աստծո ունեցվածքի շատ բաներին ու կազմակերպել է, ղեկավարել է այդ իմաստությունը հիմա էլ որ ինքը ունի, որտեղից է եկալ է, որովհետև ինքը ունեցել է այդ ձևի իմաստուն է եղել։ Դու կատարելության կնիքն ես, լիքը իմաստությունով ու գեղեցկությամբ։ Հիմա գնանք 17-րդ համարը 28-ի 17-ը։ Բայց ինչ եղավ, սիրտդ հպարտացավ։ Սիրտդ հպարտացավ։ Ու մտածեց, ասեց, ինչի Եսայա մարգարեությունն արդեն շարունակում 14-րդ գլխում, գիտեք, ինչի ես իմ աթոռ ավելի բարձր դնեմ, Աստծուց ավելի բարձր լինեմ, Աստծուց ավելի, թող ինձ ավելի ուղղությունը վերցնեն, հպարտացավ եւ 1/3-ի հետ ապստամբում է հրեշտակների ու վայր ընկավ, որոնք այսօր ընկած հրեշտակներն են, որոնք դևերն են, որոնք կան, գործում են աշխարհում։ Եվ որոնք մարդուց կարողանում են ստանալ հայերեն ոնց են ասում մուտք, նրանք կարող են նաև մտնել մարդու մեջ։ Շատ զգույշ եղեք ձեր աչքերի, ձեր ականջների, սիրելի երիտասարդներ, ինչ եք նայում, շատ զգույշ եղեք։ Այսօր դևերը վխտում են։ Ինքս փորձառություն ունեմ, որ ծառայել եմ բռնված մարդկանց, սեռական անմաքրություն, աչքերով, չգիտեմ ինչ վատ ֆիլմեր ու շատ դիր եղեք ձեր երեխեքին, որովհետև դա տանջանք է բերում մարդուն, ահա որ տանջանք։ Հասկանում եք սիրելիներ, հիմա թեմայի չշեղվենք, սիրտդ հպարտացավ։ Հիմա իմ թանկագին քուրերս ու աղբերներս 3 բան է նշվում. դիրք, իմաստություն, գեղեցկություն։ Մի փոքր հպարտությանը տեղ տանք, Աստծո թշնամուց չենք տարբերվի։ Դիրք լինի թե եկեղեցում, ու դու պետք է շատ անկեղծ լինես քո հետ։ Գիտեք ժողովուրդ, դա օծի նման է։
Ես այնքան ա եղել, ես տարիներ ծառայել եմ Տիրոջ տանը ու միշտ այնց ա եղել, որ առաջնորդական դիրքերում եմ եղել։ Ու եթե դու ուշադիր չլինես, օծի նմաննես կարագա սրտիդ մեջ մտնի։ Զգուշ եղեք ժողովուրդ։ Մտնի գեղեցկություն, լինի տեսանելի արտաքին գեղեցկություն, լինի հոգևոր գեղեցկություն, օծություն, հոգևոր իմաստություն, ամենամեծ քրիստոնյաների մեջ վտանգը դա հոգևոր հպարտությունն է։ Այս ձեզանից ինչքան շատ եմ ավելի հասկանում, ось ինչքան լավ ավելի Աստծո խոսքը գիտեմ, ось ինչքան հայտնություններ են ինձ ավելի բացված, բայց դա կոչվում է հպարտություն, 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 մենք պետք է շատ զգուշ լինենք ժողովուրդ ջան, շատ, որովհետև Աստված, եթե մի բանին դեմ է, կներեք, եթե ստե մի հատ կինը լի, որ իր հիմարության սխալի պատճառով ընկել է շնության մեջ ու մեղքերի մեջ, Աստված իրան հեշտ ներում է, բայց Աստված հպարտների դեմ է։ Ամեն։ Հպարտներին շատ ուժեղ դեմ է, որի մասին խոսում է Հակոբոս թուղթը։ Դիրք, գեղեցկություն, իմաստություն։ Դիրք նաև ընտանիքներում սիրելիներս։ Դու եթե ամուսին ես, դիրքը, ինչ Աստված տվել է քեզ դիրք որպես ամուսնուն, որ դու ծածկես քո, բայց դու արդյոք բանացնում ես հպարտորեն քո դիրքը, ուրեմն հպարտ ես։ Ծառայող ես Տիրոջ տան մեջ, բանեցնում ես քո դիրքը, Հիսուս Քրիստոսը իր համար օգտվելու օգուտ չհամարեց, հիշի։ Հիմա հասկանում եք, որ Աստծո որդին երբ որ եկավ, ինքը պետք է բացարձակ հակառակ լիներ սատանային, որտեղ հենց այս հարցում, հպարտության հարցում, դա ինքը բացարձակ պետք է խոնարհ լիներ, բացարձակ Աստծուց կախված, բացարձակ մի անգամ բառ ավելորդ չխոսար, մինչև Աստծուց չառներ, որպեսզի կարողանար հաղթել թշնամուն։ Ամեն սիրելիներ ջան։ Համար ես ձեզ շատ խնդրում եմ, որ քնենք մեր սրտերը միշտ սիրելիներ ջան, որ թույլ չտանք երբեք թշնամին մտնի ու բուն դնի։ Ես հավատում եմ, որ Տերը այս տան մեջ շատ գործեր ա գործել ու շատ ուրախ եմ, որ տեսնում եմ ինչքան եք դուք շատացել, ավելացել, օրհնված եք, սիրելիներս, բայց երբեք մի չարաշահի, ոչ քո դիրքը, ոչ քո իմաստությունը, ոչ քո հոգևոր իմաստությունը, ոչ մի բանը, որ դու աղոթներին անպայման մասնակցում ես, այս շատ լավ է, բայց եթե քեզ տանի հպարտության, որ ես մասնակցում եմ, իսկ դու ոչ, այդ արդեն ընկար, հասկանում եք սիրելիներ ջան։ Օրհնյալ է մեր Տերը։ Եկեք սիրենք իր ոտնահետքերը։ Ես շատ կուզենամ նվագողներից մեկը գա, սիրելիներ ջան, ու շատ մեղմ նվագի։ Ու հետո սիրելիներս հիշենք, որ ամեն բան ժամանակավոր է։ Հələ մի հատ մտքիդ մեջ հիշի քանի տարեկան ես։ Ես մեկ մտածում եմ, ասում Տեր, մի 15 զորությունով, մի 5 էլ կյանք մնացել, բայց ես ուզում եմ մտնեմ քո առաջ կանգնեմ Տեր։ Ես բաներ կա, ես եք ուզենայի շատ ավելի, սակ ուրիշ ձևի ըլներ, հեշտ ըլներ, մի քիչ ժողովուրդ ջան, բայց ինքը արժի, որ մենք իրան շատ սիրենք թանկագիներս, ծառայենք իրան խոնարհությունով, ամեն, ծառայենք իրան ամբողջ սրտով, որովհետև ես այնքան ժամանակավոր է այս կյանքը։ Հիշում եմ տարիներ առաջ, տարիներ ոնց են թռնում, դու ինքդ գիտես, չէ՞ սիրելիներ ջան։ Մի հատ, ես դե գիտեք, ես ուսուցչուհի եմ, աշխատում եմ դպրոցում։ Մենք մի հատ ուսմասվար ունեինք, Պիտ ազգանունը չասեմ։ Ինքը կան հպարտ մարդ էր, ինքը իրան քրիստոնյա էր կարծում, բայց շատ հպարտ սենց, ամեն ինչի մեջ, քիթը ցցած ասենք սենց, վերևից նայելով։ Ու նայում էի, ասում էի, ինչքան մեղք ես դու։ Գիտես, որովհետև ժամանակը կգա, ու դու կհասկանաս, որ իսկականից եմ ասում էլի, մտածում էի, ասում էի, այս մարդը չի լուսավորվե, հասկանում եք։
Հետո ինքը թոշակի անցավ։ Ու մի անգամ մենք նստած էինք դասարանում, ժողով էինք անում ուսուցիչներով, ու այս մարդը դուռը բացեց, դե որովհետև այդքան սիրված է մարդ չէր, չէ, ասում է լավ անունը քաղցրա, չէ, ժողովուրդ ջան։ Խոնար անունը Քրիստոսի նման է, չէ, ժողովուրդ ջան։ Երանի մենք բոլորս ունենանք այն, գիտեք, ոչ թե շատ իմաստուն խելքով, շատ իմաստուն Աստծո խոսքի անգիրներով, այլ քաղցր խոնարհությունով, քաղցր սիրով։ Բնական է, ինչ քաղցր մարդ է, չէ, էսի Տիրոջը նման մարդ է։ Վերջարաճ այս գիրքը նրա համար է, որ մենք մեր կյանքով ապրենք, ոչ թե գիտություն կուտակենք, հավաքենք, չէ, ժողովուրդ ջան։ Ու հետո նստած էինք, ինքը արդեն թոշակի էր անցել, դուռը բացեց ինքը, մենք է ժողով էինք անում։ Ու բոլոր ուսուցիչներս էս մի հատ ձեռով արին, որ բարև, ու ինքը շատ հուզվել էր, որ ինձ չպատվեցին, ու ես ասեցի էպիտ, բայց չգիտեիր, որ կյանքը ծաղիկի նման է, թոռոմում է, չորանում է ու թափում է։ Լավ անունը, քաղցր անունը, խոնարհությունն է մնում։ Ժողովուրդ ջան, ամեն բան կանցնի, եկեք իրար պինդ սիրենք, եկեք իրար հանդեպ քաղցր լինենք, եկեք խոնարհ լինենք, եկեք մեր ընտանիքներից սկսենք։ Ցավոտ բան եմ ասում, ժողովուրդ ջան, մարդկանց եմ ճանաչում, որ իրանք ընտանիքներում խնդիրներ ունեն, բերենք Քրիստոսին մեր տուն, ամեն, կանայք, ամուսիններ, Քրիստոսին բերեք ձեր տուն, իրա խոնարհությունը, իրա հետ իջնելը, թող գործի մեր ընտանիքներում, ամեն սիրելիներ ջան։ Եվ ուզում եմ վերջի համարով ավարտեմ, շատ եմ սիրում այս համարը։ Առաջի Թագավորաց 15-17-ում է գրած, Սավուղ թագավորի մասին է գրած։ Երբ որ Աստված Սավուղին գտավ ու բերեց, թագավոր դարձրեց, Սավուղը իր աչքերի առաջին շատ փոքր էր երևում։ Բայց հետո երբ որ Աստված իրան տվեց դիրք, իրան տվեց անուն, իրան տվեց հեղինակություն, ինքը սկսեց կենտրոնանալ իր վրա։ Ժողովուրդ, եկեք երբեք չկենտրոնանանք մեր վրա։ Մեր կենտրոնը Հիսուսն է։ Ամեն։ Ինչքան լավ արեցիր, լավ ծառայեցիր, լավ քարոզեցիր, օրհնյալ է ինքը մեր կենտրոնն է, ամեն սիրելիներ ջան։ Ու երբ որ ինքը սկսեց կենտրոնանալ իր վրա, իր դիրքի վրա, գիտեք պատմությունը, եթե կարդացել եք, շատ հրաշալի է։ Դավիթին արդեն ուզում էր սպաներ, վախենում էր թագավորությունը տաներ։ Էթո տանեն։ Ծառայությունս բավոր տանեն, էթո տանեն։ Հո Հիսուսին սրտիցը չեն տանի, թանկագինս։ Իսկ եթե անարդար տանեն, ներողությունով էլ հետ կբերեն, հիշի։ Ամեն։ Սուզի որտուց գիտես այդքան, իմ կյանքում եղել է ամեն բան ժողովուրդ։ Այս եկեղեցում չի եղել, բայց եղել է։ Ու գիտես Սամվելը իրան մի շատ հետաքրքիր բան է ասում, ես շատ եմ մտածում այս բանի համար։ Երբ որ ինքը արդեն ապստամբում է, հակառակվում է, ընկնում է, մի խոսքով շատ վատ վիճակի մեջ է ընկնում, Սամվելը Սավուղին մի բան ասում, ահա որ դու քո աչքերին փոքր էիր երևում ու Տերը քեզ Իսրայելի վրա թագավորոծեց, ինչի հպարտացար, ինչի փոխվեցիր, ինչի դիրքդ ավելի սիրեցիր, քան թե Աստծուն։ Այս խոսքը շատ է խոսում իմ սրտի հետ։ Երբ որ ես 20 տարեկան էի ժողովուրդ, ես իսկականից իմ աչքերի կյանքի մի հատ լուրջ նեղություններով էի գնում ու այնքան փոքր էի երևում, вообще չէի էլ երևում։ Ու ասում էի, տենաս, այս կյանքից մի բան դուրս կգա։ Բայց այդ չերևցած կյանքը Հիսուսը առավ, օրհնեց, սիրեց, բժշկեց, կտորները հավաքեց, օծեց, բարձրացրեց, բայց հիմա մի բանը թող է, Սյուզան, աշկերիդ հանգարտ չբարձրանաս, հիշի, ամեն։ Հիմա ես մտածում եմ, որ դու էլ ես հիշում այդ օրը, որ մի օր կարող է քո սենյակում էիր նստած ու այնքան փոքր էիր երևում ու մտածում էիր, ասում էիր, տենաս, այս կյանքից մի բան կդառնա,
բայց քո Տերը եկավ ու քեզ բժշկեց, քո Տերը եկավ ու քեզ օժնեց, քո Տերը այսօր պատիվ արեց քեզ, որ դու իր տանը նստած ես ու պաշտում ես իրան, այս թանկ Տիրոջը, ժողովուրդ, որ իջավ, միջև խորքերի իջավ, որ մեզի քաշի ու բարձրացնի, օրհնյալը մեր Աստված, ու թող մենք միշտ փոքր լինենք իր մեր աչքերին, ու ինքը մենակ մեծ լինի մեր աչքերին, ու մենք մեծ լինենք մենակ Տիրոջ աչքերին, ու ոնց որ ասում էր ցանկալի որդի Դանիել, այտենց ասի ցանկալի դուստրս Աննա ջան, այտենց ասի ցանկալի դուստրս Հասմիկ ջան, Անդրանիկ ջան եւ բոլորը ցերնես, օրհնյալա մեր Տերը։ Եկեք ոտքի կանգնենք։